Ողջույն Շուշան, ուրախ եմ, որ ընդունեցիր իմ հրավերը եւ այսօր ինչպես միշտ։ Այո, ինչպես միշտ։ Բայց արի մավանդական հարցը շրջանցենք, հա, ինչ ես մտածում, երբ որ նայում ես Հայլուն, ինչ է ասում քեզ Հայլին։ Շատ է փոխվել Հայլին, թե Հայլին չէ, իրականում շատ չի փոխվել, որովհետեւ Հայլում մեջ ես ոչ թե տեսնում եմ մակերեսը, կեղևը, այլ ներքինը, ներսը 18 տարեկան է։ Ու շատ ամիսներ։ Հիշում ես մի անգամ հարցրեցի, այ ինչ խենթություններ կարող է հանուն զգացմունքի, հա, իրեն թույլ տա Շուշանը այսպես գլուխը տորորեցի, ամեն շատ խենթություն է։ Այդ առումով ինչ է փոխվել։ Նույնն է։ Հա։ Նույնն է եւ չէ, ինքան ուրախ եմ, որ նեգատիվը ինձ երբեք չի հաղթում։ Հանուն սիրո պատրաստ եմ խելահայողությունների։ Բայց շատ էմոցիոնալ ես, ամեն ինչ այսպես շատ զգայուն, հունից դուրս ես գալիս, չես տեղավորում, տարի քեզ չեն կոփում, չէ։ Կոփել չէ, ինձ կարող է կոփեն, որպեսզի ես ավելի ամրանամ եւ դիմակայեմ նեգատիվին, զազրախոսությանը եւ այլն, բայց հուզվելը մնում է, որովհետեւ հուզվելը իմ մարդ տեսակն է։ Ձեր երիտասարդ տարիները շատ լավ ժամանակաշրջանի հետ են համընկել։ Այո, իմ երիտասարդ տարիները եւ քո երիտասարդները շատ լավ ժամանակաշրջանում են։ Մենք երիտասարդ ենք տակավին։ Մենք ոչ թե դեռ այլ ես 18 տարեկան, 18-19 այդ տարիները։ Ես էլ եմ այդ տարիքին։ Ես միշտ ասում եմ, որ ես ոչ թե 40 անց եմ արդեն, այլ ես դեռ 40 անց եմ։ Շատ կարևոր բան է դա, այդպես ենք։ Այո, 40 անց։ Լավն է, ձևակերպումը քոնն է դեռ։ Իմն է, ոչ թե արդեն, այլ դեռ։ Իսկ իրականում 18 տարեկան եմ ու շատ ամիսներ։ Այո։ Այդպեսի բանաստեղծություն ունեմ անգամ։ Մի, այսինքն գրում ես երբեմն։ Հա, դա շատ գաղտնի է, շատ գաղտնի է։ Չես ուզում հանել բեմ քո երաժշտության հետ։ Չգիտեմ, տեսնենք փորձությունը ինչ։ Վախում ես տողերի, թե քոնն է չես ուզում հանել, շատ քոնն է։ Եթե ես ցուցահանդեսների հետ կապված եմ հիմա, քանի որ շատ հազվադեպ եմ նկարում, միշտ ասում եմ այսպես, ասում են ինչի ցուցահանդես չես բացում, որովհետև ցուցահանդես բացելու համար պետք է ունենալ առնվազն 500 նկար, որոնցից լավագույն 100-ը կընտրես եւ ցուցադրես։ Այդպես էլ բանաստեղծությունների մեջ։ Պետք է գրես այնքան մինչեւ մաքրվի, հասնի սպիտակի։ Այդպես Ջոնաթանը հասավ այն բարձրության, որ արդեն լույս էր, գույն էլ չկար, լույս էր։ Հենց այդ բարձրության աստիճանի պետք է գրես, որ հանգիստ հանձնես քեզ դատին։ Արդեն կընդունեն թե չեն ընդունեն, սա երկրորդ հարցն է, բայց ազնվությունը թղթի վրա երևում է։ Հայտնի մարդկանց ընտանիքում ես մեծացել, արվեստագետների ընտանիքում ես մեծացել, արվեստագետ մայր, որը միշտ բեմում էր, միշտ ուշադրության կենտրոնում էր, որտեղ գեղեցկություն, հմայք, հրաշալի ձայն, դե մեր ամենահայտնի երգչուհիներից մեկը, բայց արդյոք մի քիչ տխուր մանկության չեն դատապարտված այդ ընտանիքում մեծացող երեխաները, որ ինչու արդեն դες մտածեցիր, չես սպասում հարցս ավարտեմ, որովհետև արվեստագետ մի քիչ էգոիզմ է, չէ՞, մի քիչ էլ քո համար ժամանակը սահմանափակ ընտանիքի երեխաների չկար այդ ուշադրության պակաս Շուշանի։ Ես միակ երեխան եմ եղել։ Եվ ուրեմն Կիրակի օրերը մամայի հետ պատարակներին էի էջմիածնում, որտեղ մաման երգում էր։ Կոնսերվատորիայում էի իր հետ դասերին։ Օպերայի բոլոր փորձերին։ Այսինքն միակ ժամանակը, որ ծնողներս կողքից չէին, մայրս կամ հայրս, դա դպրոցն էր։ Դրա պակասը չեմ ունեցել երբեք։ Մինչ այդ միշտ մեր տունը շատ մարդ է եղել, միշտ շատ մարդիկ են հավաքել, բոհեմը։ Հիմա չկա Երևանում բոհեմ, ցավոք սրտի։ Իսկական բոհեմ եղել է։ Իսկական մարդիկ, որոնք որ մշակույթ են ներկայացրել, գիտնականներ, արվեստի մարդիկ, գրողներ, թատրոն, մտավորականներ իսկական բոհեմ, մարդիկ, որոնց ցույց էին տալիս եւ ասում էին, այս ինչն է ասում, նայեք, այն մարդը տաքսի է կանգնացնում կամ նայիր սրճարանում այս ինչն է նստած։ Իսկ հիմա ում են ցույց տալիս։ Այս ինչ օլիգարխին, այս ինչ օլիգարխի ախրաննիկին, դա դարձել չափանիշ է։ Բոհեմ չկա էլ, վերջ, բռնաբարված բոհեմը։ Չկա տենց հասկացողություն, որովհետև այն մտավորականը, որ իսկապես արժեք է ստեղծում, եւ եթե հանկարծ ի ուրախություն արվեստագետի եւ ի տխրություն Հայաստանի
լուսաբանվում է իր մշակույթը, իր ստեղծվածքը, իր ստեղծագործությունը Հայաստանի սահմաններից դուրս իրեն անպայման տանում են այստեղից։ Շատ արվեստագետներ կան, որոնք որ կպած են հողին այնպես ինչպես ես, իմ երամից, որոնք որ ապրում են արևմուտքի հովանավորությամբ, այսինքն իրենց ստեղծագործությունը այնտեղ է հարգված, այնտեղ են նրանք իսկապես գնահատվում իրենց ստեղծած նկարով կամ, չգիտեմ, կամ գիտական աշխատանքով եւ այլն։ Այստեղ չէ, ուղղակի կապած են այստեղից ոչ միտեղ չեն գնում։ Ցավալի բան է, որովհետեւ փորձում ենք sense իրար մի կերպ ձեռքի բռնած տարածք պահել, բայց քիչ եք։ Դաստիարակությունն էլ հետեւաբար շատ ինչ է, մեղմ է, խիստ է, շատ ազատ է, ավելի շատ երևի ազատ, չէ՞։ Ազատությունը ինքնին շատ հարաբերական է։ Ազատությունը սկսվում էր այնտեղ, երբ ես նախընտրում էի կարդալ ինչ-որ գիրք, երբ ես ուզում էի լսել այս երաժշտությունը։ Ինձ սովորեցնում էին կողքից, բայց չէին ստիպում։ Սովորեցնում էին, ինձ հեղեղում էին ինֆորմացիայով։ Դա գրքեր էին, այնքան լավ եմ հիշում, պապան այնքան այսպես իմիջալուց էր ինչ-որ նոր գրքեր դնում սեղանին։ Կամ մաման ինչ-որ երաժշտություններ միացնում, պապան էր երաժշտություն միացնում։ Մաման ինչ-որ ներկայացման մասին էր պատմում, բայց ինձ չէին ասում, ասենք, լքիր սենյակը, գնա քո սենյակ, որտեղ ես միշտ մեջն էի։ Եվ տեսակով էլ այսպես սպունգի պես քաշող ամեն ինչ, եւ երբ որ ընտրության պահը եկավ, ինձ չեն ստիպել, որպեսզի ես ընտրեմ իմ ճանապարհը, ես ընդունվեմ Թերլեմեզյանի ուսումնարան, հետո Գեղարվեստի ակադեմիա։ Ես ինքս բայց երկուսը կար քո մեջ, ինչու է։ Եվ նկարչությունը եւ երաժշտությունը։ Երաժշտություն, այ բանը, երաժշտություն, որ որովհետեւ մանկությանս օրերին ունեցել եմ այդ փոքրիկ ֆիասկոն, երբ որ նախ 2 տարի չէին ընդունում ինձ մոր երաժշտական դպրոց։ Երաժշտական դպրոց չէին ընդունում, որովհետեւ ասում էին լսողություն չունեմ, իսկ ես լսողություն ունեմ աբսոլյուտ։ Բացարձակ լսողություն ունեմ, ուրեմն չէին ընդունում, որովհետև խնդիր կար քեռուս հետ, ինչ-որ Տիգրան Քեռուս։ Երևանները, որ իր զարմանին եմ, ինձ չէին ընդունում 2 տարի։ 3-րդ տարին ես պարզապես այնպեսի տեսարան ստացվեց, որ իմ անմիջականությանը բնորոշ, այդ որ ասում եմ մամա հետ անվերջ կոնսերվատորիա էի գնում բոլոր դասերին, այդպես դասերին ներկայացնելով սովորել էի մի հատ իտալական անտիկ արիա։ Մաման ինձ հատուկ չի սովորացել եւ չգիտել անգամ որ ես գիտեմ այդ երգը։ Եվ այդ օրը երբ որ գալիս է քննության օրը եւ ինձ ասում են ինչ որ բան պիտի երգես, թե ինչի մասն էին երգում, Արլոնոկ, չգիտեմ, Узбигут Նյուկլյուժը բան, հա, ես ասել եմ կարող եմ երգել անտիկ արիա։ Դասադուները ասել են երգիր, մտածելով թե հիմա ինչ պիտի անի, ու ես բարդագույն երգ եմ երգում, բարդագույն տեխնիկա, այսինքն հիմա որ երգում ասում եմ ոնց եմ երգել էլի Urdigesti a boca bella quella soave caro sì tutto il mio piace Urdigesti mi խոսքով Եվ դասատուները ապշահար ինձ են նայում, թե ես ոնց եմ ես իտալական անտիկ արիան երգում։ Դա նշանակ ընդունվեցի, այսինքն արդեն որևէ արգելք լինել չէր կարող։ Սովետական կարգեր էին հիմա։ Տիգրան Քեռուս համարվում էր դիսիդենտ։ Մի խոսքով ընդունվեցի եւ սովորեցի մի տարի։ Մեթոդը ինձ ուսուցանելու մեթոդը ինձ համար սովորական չէր, ինձ համար օրինաչափություն չէր, այսինքն մի քիչ ստերթոթիկյան սկզբունք էր, խոսքս մասնագիտության մասին է, իսկ սոլֆեջոն հրաշալի էր։ Այնքան լավ, որ մամային առաջարկեցի, կարող եմ միայն սոլֆեջոյի գնալ, մամ։ Ասեց, այդպես չի լինի Զաքս։ Ասեցի, դեպքին ես ինձ 7-րդ հարկից կնետեմ դուրս։ Վերջ չեմ գնում։ Պայմաններից ու չգնացի։ Ընդամենը մի տարի եմ սովորել։ Մեկ-մեկ այդպես երբ որ բանավիճում ենք կայքերում ինչ-որ թեմայի շուրջ, մի անգամից մարդիկ արդեն ոչինչ չեն ուզում, չունեն ասելու, սկսում են մատնանշել, բայց դուք անգամ երաժշտական կրթություն չունեք։ Տունն արդեն է։ Ուզում եմ ասել, եթե ոչինչ չաներ, ուղղակի լսեիր։ Իրանի յուրաքանչյուր իրեն երաժիշտ համարող մարդ Հայաստանում այն դպրոցը անցներ, որը որ ես եմ անցել։ Մի խոսքով ընտրեցիր այն ճանապարհը։ Ստացվեց նկարչությունը, որը նույնքան հավասարաչափ էր։ Հետո տեղի ունեցավ բաժանություն, ես այդպես
Քիչ մարդիկ գիտեմ, դու մեծ կապվածություն ու ողջացությունը ինչ ունես մայրիկի նկատմամբ, նույն կերպ կա նաև հաշտում եմ երկուսին էլ։ Պաշտում եմ, եւ ինչպես ասած ամեն մեկը Շուշան Պետրոսյանն ուներ, թե դու ես որոշում։ Ամեն մեկը ունեն լիարժեք Շուշան Պետրոսյան։ Եվ հիմա երբ որ մաման գալիս է Հայաստան, եւ ինչպես հաղթահարեցիր կամ չգիտեմ ինչ կերպ վստահ եմ որ շատ ծանր է եղել քո համար, շատ։ Ինչի միջով ես անցել։ Շատ ծանր, բայց լուր եմ անցել եւ դա թերևս շատ ավելի։ Քեզ նախապատրաստում էին դրան թե Չէ։ Լուր եմ անցել եւ դա թերևս այդ լրությունը շատ ավելի ծանր նստեցին վրա, որովհետեւ եղավ պահ, որ ունեցա այդ պորտկումը, մենակ չգիտեն անգամ, դիմեցի հոգեբանի։ Քանի տարեկան էիր։ Երևի 16 տարի առաջ։ 16 տարի առաջ։ Ուզում էի հասկանալ այդ ինչից է այս վիճակս անդադ այդ զգացողությունը, հուզմունքը ծնողներից նկատմամբ եւ պարզվեց, որ ուղղակի շատ ծանր եմ տալի իրենց բաժանոցն եւ մեջս եմ պահել դա։ Շատ ուրախ եմ, որ այդ հարցը ճշտեցի եւ կարծում եմ, որ շատ գրագետ մոտեցում էր իմ կողմից։ Ես միշտ չէ որ գնահատում եմ ինձ եւ առասարակ երբեք իմ քայլերը այդպես չեմ ասում ինչ ճիշտ արեցի, բայց սա երևի թե եզակի ճիշտ քայլերից մեկն էր, որ մորան մի կողմ դնելով քաղաքենությունը, այնքան մի կողմ դնելով որ այդ մասին հանգիստ ասում եմ, դա դիմեցի հոգեբանի եւ լավ է որ լավ մասնագետ էր։ Չէի մեղադրում որ ծնողների չէի մեղադրում։ Ոչ ոք ինչ եմ մեղադրել, երկուսի քո հետ այդպես։ Չէ։ Իմ հետ չէ։ Եվ հիմա հասկանում եմ որ առասարակ եթե ընտանիքում ինչ որ բան կոտրվում է եւ դա կխանգարի երեխաների երջանկության մեջ։ Շատ հարգում եմ եւ հայրիկիս տիկնոջը եւ մայրիկիս ամուսնուն, շատ սիրում եմ, շատ հարգում եմ, բայց այն ինչ ունեմ ես իրենք դա հասկանալ չեն կարող, կամ կարող են հասկանալ, չընդունել, բայց հասկանալ պարտավոր են, որովհետեւ ես այդ երկուսի արդյունքն եմ, այդ երկուսի սիրո արդյունքն եմ։ Եվ ես գիտեմ ինչու եմ ես այսպես խելագար, որովհետեւ ես մեծ սիրո արդյունք եմ։ Տարիներ առաջ երբ որ այսպես շատ խիստ քննադատություն էր, հա, քո նկատմամբ հեռուստաընկերություններից մեկը այսպես մտված, քո խոսքին արձագանքում էր։ Շատ լավ բան ասեցիր, վերջո եթե ես թույլ տամ, իմ հետևում Գերդաստան է կանգնած, հա, այս կողմս Մասուրյաններ, այն կողմը Պետրոսյաններ, վերջո եթե հանկարծ սկսեն խոսել կամ հանկարծ սկսեն անդրադառնալ, էլի մի տհաճ ինչ-որ բան եղավ Պետրոսյանների մեջ, չեմ ուզում այդ ամեն ինչին անդրադառնալ, խոսվեց, անցավ, ինչ նստվածք թողեց այդ ամեն ինչը։ Այդ մի պատմությունը նստվածքը որ թողեց, որտեվ այնքան ուժեղ եք, այնքան գեղեցիկ եք, Ալվարդ Պետրոսյանը, Շուշան Պետրոսյանը, այս կողմից Մասո, չգիտեմ, այդ թեման, առասարակ թեման իրեն սպառել է։ Միակ բանը, որ ես կարող եմ ցանկանալ, դա իմ բոլոր հարազատներին առողջությունն է։ Այն հարազատների հետ, որի հետ որ նոր ճանապարհ չենք անցնում, նույն ճանապարհը չենք անցնում եւ չենք անցնելու եւ բախման կետեր չկան, այլևս ընդհանրապես կարելի է չհանդիպել, բայց որ առողջություն ցանկանում եմ դա միանշանակ բոլոր իմ սիրելիներին, բոլոր իմ հարազատներին, արունակիցներին, հեռավորներին, մերձավորներին, թող բոլորը լավ լինեն։ Ուզում հասկանալ, խաղաղված ես այդ առումով որտեղ քանի դեռ ներում, քանի դեռ փոխըմբռնման նորից եզրեր չեն հայտնվում, չեմ կարծում հարազատների մեջ ըմբռնման եզր այդտեղ լինել չի կարող։ Դավաճանության մեջ չի կարող լինել ըմբռնման եզր։ Ես այնուհանդերձ գիտակցելով անգամ որ այդ արարքը կոչվում է դավաճանություն, ինձ համար այդպես է։ Արունդ չես դավաճանի, էլի։ Նույնիսկ այդ դեպքում, բայց էլի քոնն է, ես չեմ դատում, լավ թե վատ, ինչ կապ ունի։ Ի վերջո հարազատին չես ընտրում, ընկեր ես ընտրում։ Ընկերոջդ համար պետք է պատասխան տաս, հարազատիդ համար պատասխան չես տալու։ Չէ՞։ Հարազատի, ասենք եթե իմ եղբայրը ասենք վատ մարդ է։ Բայց ես ասենք կարգին մարդ եմ։ Ես օրինակ եմ բերում։ Ես իմ եղբոր համար չի պիտի պատասխան տամ։ Ամեն մարդ մի անհատականություն է, թող ինքը պատասխան տա։ Թե ես ինչպես կվերաբերվեմ ընտանիքի մեջ, դա արդեն շատ մերն է։ Ես գիտեմ, որ իմ խեղճը հանգիստ է։ Ես գիտեմ, որ իմ
Անուշիկ պապայից խիղճ հանգիստ է, իմ Աստված իրեն առողջություն տա։ Եվ Աստված տա առողջություն բոլոր այն մարդկանց, ովքեր որ լավ կամ վատ են վերաբերում ինձ։ Թող այնքան երջանիկ լինեն, որ վատ արարքանելու ժամանակ չունենան։ Այնքան լիքը լինեն պոզիտիվով, որ անկախ իրենցից վարակվելով այդ պոզիտիվից, իրենք էլ դառնան դրական։ Իրենք էլ սկսեն սիրել աշխարհը եւ նախընտրեն այլևս բացի իրենցից նաեւ շրջապատին։ Եվ անverջ չզբաղվեն իրենք իրենց կովելով, իրենք իրենց սիրելով, այդպես չի լինում։ Մի բողոք ունեմ, չեմ սիրում, երբ ինձ ասում են, որ ես մեծամիտ եմ։ Չեմ սիրում, որտեվ որևէ արարքով իմ կյանքի ապրած մեծամիտ չեմ եղել։ Որևէ իմ շփումով մարդկային փողոցում, ես տենց Երևանի աղջիկ եմ, երևանցի եմ։ Ես չեմ սիրում այդ սնոբական աստղային կեղծ կատեգորիա։ Այնքան բաներ կա շփումների մեջ, երբ ասենք ինչ-որ մեկին չես սիրում, ոչ չեմ սիրում, չեմ հավանում, էներգետիկաներս լավ չեն իրար, չէ՞, բայց լավ գործ է արել։ Այ մեռնում եմ, չեմ կարող լռել, ասել, չասել։ Ոնց չասես, որ լավ բան։ Հա, միշտ օբյեկտիվ եմ եղել այդ հարցերում, այսինքն այս ինչը ինչ-որ վատ արարք արեց, բայց շշմելու երկաթյաներներ ոնց չասեմ, որ ախր շշմելու գործ ես է արել։ Այ ասում եմ, այդ իմ բանն է։ Դա ես եմ, դա իմ ձեռք դրագին է, դա իմ ձեռք։ Ես չես տալի, այ ինչու ես հատկապես վերջին տարիներին այնքան հաճախ հայտնվում կիզակետում։ Հա, ես ճիշտ բառ ասեցի, կիզակետում։ Կիզակետում լավ բառ։ Անժել, կարծեմ, թե քո գործընկերները շատ լավ արդեն ճանաչում են ինձ։ Եվ ընդունողները եւ չընդունողները։ Գիտեն, որ հարց տալուց ում պետք է դիմես, որը չի խափի։ Երբ որ չես խափում, մի քիչ սկանդալային է դառնում։ Մի քանի այդպիսի բաներ, հա, կային, որ դու հայտնվեցիր կիզակետում եւ կարծեմ ակնհայտ էր, որ քննադատություն լինելու է, հիմա շատ դժվար է լինելու։ Առաջինը, երբ որ քննադատեցիր ԱԼՄ հեռուստաընկերության, թե ինչ է տեղի ունենում, ես հիշում եմ ինչ հակառակ, ինչ ոչ տղամարդկային, ինչ ոչ տղամարդկային։ Մենք հերթով կանցնենք, հետո դրանից հետո Ֆիլիպ Կիրկորովի քայլին, բայց կարծեմ այդ քայլը ողջունվեց, բայց հակառակ բանն էլ կար, հետո դե ոնց հայլուրով, չես հիշում հայլուրով ասացին որ։ Հիմա հերթով կանցնենք։ Շատ երկչույն իրեն խուլիգանություն է թույլ տվել։ Այո։ Դա դուր է գալիս։ Հետո նախագահական ընտրություններ, օդի մեջ լարվածություն, պայթյունավտանգ իրավիճակ, դու պաշտպանեցիր այսօրվա գործող նախագահին, թե դրանից հետո ինչ քննադատություն, ինչերի առջև կանգնեցիր։ Հիմա էլի մի այսպես քո թեթև ձեռքով։ Իմ թեթև ձեռքով, քո կամոք։ Իմ կամոք չէ, չխափեցի, եթե առաջարկեն, այո, կհարցրեցինք, թե Շուշա, գիտես, ասենք հոգու խորքում կարող է շատերը երազեն, մտածեն, հա, որ գնան ազգային ժողով, բայց չարտահայտվեն ասեն, ո ոչ, մենք մեր արվեստով, մենք մեր գործով, դու ասեցիր, հա, ինչու ոչ, ես կարող եմ լինել ազգային ժողովում, այլ կարող եմ լինել առաջին հիպի ազգային ժողով, նայ ես նշանում եմ ինձ հետը, որովհետև այս շարժումը խորհրդանշել է երկու բան՝ սեր եւ խաղաղություն։ Առաջին հերթին ես հայի եւ հայի միջև այս երկու զգացողություններն եմ որ ուզում եմ տեսնել։ Սերը մեկ-մեկու հանդեպ, հարգանքը, գնահատանքը եւ խաղաղություն, որովհետեւ դա շատ հարց կլուծի։ Պայթուցիկները այսպես հատուկ դնում ես ինչ-որ ժամանակաշրջան մեկ այսպես նետում ես իմանալով որ հիմա ինչ շռումբ է, հա, դիմացը գալու։ Հերթով ուզում եմ այսպես արագ այդ 4-5 դրվագներին անդրադառնանք։ Երբեք պատասխան տալիս չեմ մտածում ռումբի արկայության մասին։ Մոռանում եմ, երթվում եմ ամեն անգամ։ Երբ որ խոսում էիր ԱԼՄ-ի մասին, չէի ակնկալում որ ինչ կարող է լինել։ Ախր ես ինչ եմ խոսել, ախր դա այդ պատմությունը դասել չլուսաբանվեց։ Ես հրաշալի ֆոլկլորիստ Արուսյակ ազգանունը մոռացել եմ։ Արուսյակ ինչ է։ Արուսյակ Սահակյանի հյուրն էի։ Եվ այնքան ես իր հաղորդման հյուրն էի եւ խոսում էինք եւ այդ հրաշալի հասել ենք միջնադարյան տաղերին, այսպես արդեն երկնքում եմ, փոխվել եմ ես թեման, խոսում ենք ներսես շնորհալուց, հետո ես երկրում իրեն ֆոլկլոր ինչ-որ ֆոլկլորիկ ինչ-որ մի կտոր, երկի ասում է Շուշան, Անուշ Շուշան, սիրեմ ձայնդ Շուշան ջան, իր գեղեցիկ հայերենով, երկում եմ այդ խաղիկների մասին, եւ մեկ էլ զանգ հեռախոսի։ Իսկ եք մտածում դուք ԱԼՄ-ի մասին։ Ասում եմ լավ էլի, ամեն մի թափթփուկ թեմայի շուրջ ամեն մի թափթփուկ թեմայի
Բայց դու հյուր էիր ալում հերոստանգել։ Ոչ, ես ալում եմ հյուր չեմ եղել, ռադիոյում էի հյուր։ Հա, ռադիոյում ես։ Ես չգիտեմ այդ շենքի տեղը, գիտեմ որ կոմիտ ասում էր ինչ որ։ Ասում որևէ թափթփուկ թեմայով մի ոնց որ մի աղավաղեք այս բյուրեղային բայց խոցելին ես ասում, այնտեղ երեխաներ են։ Հա, բայց ես երեխայի անուն չեմ տվել, սա շատ կարևոր է։ Հա, թեման ես ասում։ Թեման, ոնց կարելի է ԱԼՄ-ի մասին խոսալ, երբ որ մշակույթի մասին ես խոսում։ Երբ որ ԱԼՄ-ն ինքնին հակամշակութային մի քիչ անզգուշ արտահայտություն։ Միգուցե շոշանական, այո, անզգուշ, բայց ազնիվ գոնե, որովհետև ավելի անազնիվ է, երբ որ դու նստում ես սրճարաններում սիգարետ ծխելով, սուրճի տակ ամենավերջի բառերն ես ասում, եւ հետո գնում ես հյուր այդ հաղորդմանը, ու հետո երբ որ ի պաշտպանություն ինձ որ զգացին, որ չափ հանցնում արդեն ինչքան կարելի է մի ամիս զազրախոսել, կնոջ նման նստում ես, տղամարդու կոստյում ագիտ, կնոջ պես զազրախոսում ես անընդհատ։ Տեսեք նրա գերությունը, դա ինչ խոսելու բան է, դա տղամարդուն վայել բան է։ Վեներան նայեք, նրա արտաքինին նայեք, կամ նա ով էր, նա ինչ երգչուհի է, նա երգչուհի դարձավ Վազգեն Սարգսյանի հովանավորությունից հետո։ Չգիտեի, որ լուսահոգի սպարապետային վոկալի դասատուն ա եղել, ճիշտ ասած։ Չգիտեի։ Միշտ էլ երգել եմ ու միշտ, այսինքն ինչքան որ հիշում եմ սպարապետին 80-ականներից, դեռ 82-83 թվականից, այսինքն ես իմ համար իմ երկող Շուշոն եմ եղել, այսինքն բոլորն էլ իմացել են որ երգել եմ, այսինքն ինչ թեմա է դա ինչ ես պատմություն կերտում քեզ այ եղբայր, ինչ ես անում։ Ինչև է, խոսեց եւ վերջապես արձագանք եղավ Շոշանիկից Արևշատյան, իմ արգելի ու սիրելի Շոշանիկից Ռաջովանի, որ ուղղակի առանց ինձ ասելու ինք նամակ էին գրել։ Բայց ներսրտած էր, որ ընկերներից այդ մի քանիսը վախեցել էին։ Ոչ թե վախեցել են, այլ կարծում եմ, որ ոչինչ, ես այդ դավաճանություններին սովորեմ։ Դրանք ժամանակ առ ժամանակ լինում են, հետո ես անցնում եմ դրանց վրա, այո, էլի շարունակում, հետո էլի ալինում, էլի եմ անցնում։ Ոչինչ, դա գիտեք, ինչի եմ այդպես վերաբերում, որովհետև ես ով եմ որ դատեմ։ Գալու է, չէ՞, որ մարդիկ տեսնել են, այ ոնց եմ ես իրենց վերաբերում եւ ինչ են իրենք ինձ վերադարձնում։ Հա, մերժել էին, որտեվ անգամ չլսելով այդ եթերը, մեկ ասել էր նա այդպես է արտահայտվել երեխաների մասին։ Բայց եթե ես քո ընկերն եմ, գուցե զանգ տաս ճշտես ինձ, ասես շուշես ինչ ա եղել։ Ես մի պահ այնպես էի Իդեպ ես կարող եմ հիմա շատ ավելի կոպիտ պատմեցի, դա կարող է շատ ավելի մեղմ եղել, բայց թափթփուկ բառը օգտագործել եմ։ Եվ գնաց այդտեղ առան։ Հետո եկավ մյուսը։ Որը Ֆիլիպը, հա, Ֆիլիպը Նադեժդա Սարգսյան տեսել էր անցյալ տարի։ Ասել, кто такая Шушан Петросян? Надо дитя, хочешь познакомлю? Нет. Спасибо. Իրականում այ ասեմ իմ այսինքն Ֆիլիպիններ էր լուրը հասել։ Դե Ֆիլիպը գիտեր որ ինչ որ կնոջ, այսինքն որ երկչուհու նախաձեռնությամբ ինքը բայց ինչ որ կնոջ երկչուհու նախաձեռնություն չի դա կեցված կա որը պետք է լինի։ Ինչքան կարելի է բարեկիրթ այդ կեցվածքի մեջ անել անթույլատրելի քայլեր, ասենք ինչ է նշանակում Ֆիլիպ Կիրկորովին հրավիրել Հայաստան, որ երկի ապրիլի 7-ին կանանց համար ուղիղ մի ամիս առաջ Բաքվում իրենօթականից հետ են վերադարձնում ասելով мы очень уважаем ваше искусство, но к сожалению вы армянин и вы не можете выступать на нашей земле. Ասում мне стыдно, что я армянин. Դրանից հետո ոնց կարելի է թողնել Իրան Հայաստանից կարող եմ բացատրել։ Լավ, հետո արդեն նախագահական ընտրությունները։ Այս արդեն դաժան էր։ Հա, շատ դաժան էր։ Գիտես, մի քանի սկզբունքներ ունեն, որը բայց դու կներես գուցե իսկապես պետք չէ պահին մի քիչ ակտիվանալ, գուցե իսկապես ակտիվանալու պետք չէ։ Այսինքն այսպես բացահայտ պաշտպանել, որովհետև ակնհայտ էր լարվածությունը, ակնհայտ էր պայթյունավտանգ իրավիճակը, օդի մեջ արյուն կար, չգիտեմ, անգամ ակնհայտ էր որ ինչ որ բան այլ սխալ հունով է գնում, գուցե այդ օրերին պետք էր լուր գործել, հանգիստ գործել, չգիտեմ, հիմա ուղղակի հարցնում եմ, գուցե ինչ որ բաներ վերան նայել ես, երբ որ անդրադառնում ես տեսնել։ Նախ ասեմ, որ այն ինչ որ ասացի քիչ առաջ նույնն է։ Ես չեմ մտածում պայթյունամրցանկության մասին։ Ինձ հարց են տալիս, եւ ես ազնվորեն պատասխանում եմ։ Եվ չեմ դավաճանում իմ գաղափարներին։ Եվ չեմ փոխում այն ամեն
ընտրարշավից առաջ, հա։ Հասկանալի է, բայց կա մի իրավիճակ, կա մի մթնոլորտ, որտեղ պետք է մի քիչ զգուշ լինել։ Բայց ես բոլորովին չէի կարծում, որ այդպիսի որ մենք պիտի այդքան այդ վիճակում հայտնվենք, այդքան դաժան օրեր ունենանք առջևում։ Ակնհայտ չէ, որ ինձ համար ակնհայտ չէր։ Անկեղծ եմ ասում, ակնհայտ չէր ինձ համար։ Ինձ համար ուրախալի էր այն փաստը, որ կա բազմա կա, ասեմ, ոչ միայն մի ուղղություն գետի, այլ վտակներ կան։ Վտակը միշտ իր ներկայացում վտակներ, որոնք հետո դարձան գետեր, բայց սկզբում ես հիմա գուցե սխալ եմ արտահայտվում, ասեք նորից ասեմ, որտեղ վտակը նկատի չունեի, թուլություն նկատի չունեի։ Ասեմ, ինձ համար ուրախալին այն պահն էր, որ դա միայն մի ուղղություն չի, դա բազում ուղղություններ են տարբեր գաղափարախոսություններ։ Այսինքն կար ընտրության հնարավորություն։ Իհարկե, եւ ես նույնքան կար ընտրելու հնարավորություն, ընտրության հնարավորություն։ Եվ ես այդ իրավունք ունեմ նույնքան, ինչքան դու, ինչքան բոլորը, ինչքան հեռուստադիտողը։ Եվ երբևէ ոչ որևէ մեկի չեմ քննադատել։ Իրավունք ունես, պատասխանատվությունդ ավելի մեծ է։ Որտեղ դու հանրային մարդ ես, որտեղ քո խոսքը ազդեցություն ունի։ Այդտեղից եմ ուզում ասել։ Ես հանրային մարդ եմ, հավախողներ, այսինքն դու եւ սովորական քաղաքացին տարբեր բաներն են, որ Շուշանն է հայտարարում, Շուշանն է խոսում եւ խոսում է անհայտ ինչ որ մեկը։ Հա, բայց ես նաեւ քաղաքացի եմ սովորական, որովհետեւ ես ապրում եմ։ Հա, ավելի մեծ պատասխանատվությամբ։ Մեծ պատասխանատվությամբ, հա, ես պիտի ասեմ, որ ես ուրախ եմ իմ ընտրության համար։ Ես տխուր եմ ուրիշ բաների համար։ Տխուր եմ, որ ցանկությունը աշխատելու շատ հաճախ խափանվում է շրջապատի վարքից, վերաբերմունքից։ Չի կարելի անverջ ցանկացող մարդուն, որ աշխատում, որ ուզում է աշխատել, չի կարելի խանգարել սազրախոսությունները մի կողմ։ Հա, այսինքն այդ էներգիան քեզ խանգարում է ստեղծագործել։ Իհարկե, պետք է մի քիչ ավելի պատասխանատվությունդ մեծ լինի կարծիք հայտնելուց, բայց եւ այնպես ես գտնում եմ, որ ես ճիշտ ընտրություն եմ արել։ Լավ, դա իմ կարծիքն է։ Հիմա որ այդպես հայտարարեցիր, որ այո, ես կուզենայի, ինչ է ակնկալում, ինչ արձագանք է ակնկալում, որ ես կրկնում եմ մեկ անգամ։ Ուղղակի այդպես հարց եք տալիս, ես ես պատասխանում եմ։ Հա, ես ուզում եմ լինել ազգային ժողովում, որովհետև այն ինչ տեսա նախորդից։ Այսինքն ներկայից, որը պիտի փոխվի շուտով։ Հա, ազգային ժողովի մասին։ Հա, ազգային, այն ինչ տեսա, ոչ մի բան չեմ հիշում կոնկրետ։ Այսինքն ինչ որ ամորֆ վիճակ։ Բայց հիմա որ այսպես ակտիվանց չես տեսնում, որ քաղաքականության մեջ մտնելը, շատ վտանգավոր է։ Երեք է մի աչ կամ ձախ մի փոքր սայթակում եւ չի ներվում։ Մի շատ տխուր բան եմ նկատել։ Առհասարակ մարդիկ այնքան վախկոտ են դարձել։ Դա միշտ է։ Չէ, միշտ այդպես չէ։ Հա որ։ 88-ից էց էր։ Երևանացաշնչյան մեղքերի, որ եթե շարունակվեր հաջորդը պիտի լիներ վախկոտությունը, որը շատ վատ բան է։ Իհարկե։ Այնքան ավելի զարմանալի է, այնքան էս խղճում այդ մարդկանց, որ վախենում են, բարձրաձայնել իրենց կարծիքը։ Դա նշանակում է անհատականություն կորցնել։ Չի կարելի այդպես։ Բայց ես սիրում եմ այս երկիրը, իսկ ես շատ եմ սիրում այս երկիրը։ Եվ նաև չեմ սիրում հայրենասեր պիտակը, որ ինձ կապում, դա պիտակը արդեն ընկալվում։ Այսինքն մեր հայրենասեր, ինչ որ բաներ են դիրում հայրենասիրության մասին, եթե Շուշան Պետրոսյան ընդունվի ազգային ժողով, բոլորը պետք է հայրենասիրական երգեր երգեն։ Ված կլներ։ Ավելի լավ չի հայրենասիրական Շուշանի երգած երգերը երգեք, քան թուրքական երգերը լսեք։ Չէ, պետք է մաքրել։ Կարող է հանգիստ պատասխանել եւ հանգիստ խղճով նստել, ոչ թե էմոցիոնալ բաների մեջ ընկնել։ Շատ լավ պատասխան տվեցիր հիմա։ Եթե ինչ-որ մի էջում այդպես հայտնվել է մի էջում, այդի տողեր, որ Շուշան Պետրոսյանը հայտնվելով, ինչ հայտպես ես ծանոթ չեմ, հայրենասիրական երգեր կերգեն։ Այո, ժառանգությունից Ճոպա Սաֆարյանն էր կարծեմ տենց բան գրել, որ այսուհետև կլսեք նրա կատարման մեջ որ երգեր։ Երեք կարդում էի, հումորով եմ վերաբերում, այսինքն եթե Ճոպա Սաֆարյանը չի ընկալում իմ հայեցիությունը եւ իմ երգի հայրենը եւ հայ լինելը իմ տեսակի, ուրեմն վայ մեր ազգային ժողովին, եթե մինչև հիմա այդ տեսակն ա եղել։ Ես չեմ հասկանում։ Լավ, այս ամենով հանդերձ ի՞նչն է քեզ ոգևորում եւ ի՞նչն է քեզ ավելի շատ վախեցնում։ Ինձ ոգևորում են ջահելները։
Չա, այդ մաշտոցի երեխեքն են ողջևորում։ Ես իրանց մեջ մենք էլ ենք լավ ջայլեր, ինչ եղավ։ Ես իրենս նրանց ոչինչ չի փոխվել, Անժել ջան, բայց իմ մեջ ոչինչ չի փոխվել։ Դուք եք գուցե փոխվել, եթե դուք ասում եք ինչ եղավ։ Ես չեմ փոխվել։ Ես նույնն եմ։ Դու լավ բան ասեցիր, վախկոտությունը, վախկոտությունը շատ առաջ եկել։ Բա, ոնց կարելի է։ Ինչի ես վախենում։ Եթե դու, если твое дело право, եթե դու ճիշտ ես։ Միջավայր ինչի է վախենում, ձեր միջավայրը չեն վախենում։ Ինչու կոնկերները վախեցան չստորագրեցին, օրինակ։ Դա էլ է, չէ՞ վախի դրսով։ Ու այդպես հիմա ասենք հազարավոր բաներ կարող եմ նշել։ Ես երբ որ նախագահականությունների ժամանակ գնում էի ընտրելու իմ տարածքում, հարևանուհիներ ասում են՝ «Մի գնա, վտանգավոր է»։ Ինչու՞։ Ինչու՞։ Իսկ չես հիշում ինչ էր կատարվում քաղաքում։ Հա, այս վերջին ընտրությունը։ Այո։ Դա իմ ամենասիրելի ընտրությունն է, որովհետև ես հազիվ ուղեղով եւ առաջին անգամ սրտովս գնացել եմ ընտրության։ Առաջին ընտրությունս որ եղել է։ Դա իմ կայանալու, իմ որպես հայ ձևավորվելու ընտրությունն է եղել։ Եվ ընտրել եմ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Որովհետև ինքը ինձ համար խորհրդանիշ էր մեր անկախության առաջին նախագահ։ Իհարկե, եւ առասարակ կարծում եմ, որ շատ տեղ է, երբ որ սկսում են մեր նախագահների մասին զազրախոսել։ Ես կարող եմ իր վարած քաղաքականությունը չընդունել, չսիրել, կարող եմ չընդունել իր տեսակը, մարդկային իր վերաբերմունքը Հայաստանին, իր սերը կամ չսերը Հայաստանին հանդեպ։ Բայց դա իմ ներքի վերաբերմունքն է, դա շատ տեղ բան է, երբ որ խոսում են եւ խոսում են փողոցի լեզվով, տեղ շատ։ Մարդը եղել է քո պետության առաջին մարդը, դրոշը, գերբը։ Ոնց կարելի է այդպես խոսել։ Նույնիսկ երբ որ ընդդիմադիր թերթերում են գրում, մեկ-մեկ շատ հազվադեպ կարդում եմ հոդվածներ, որ հաճույք եմ ստանում։ Եվ կապ չունի ես մտքի հետ համաձայնում թե չէ։ Ես եւ համաձայնում եմ բաներ կան, համաձայնում չեմ համաձայնում բաներ կան, բայց ինքը հայերեն է գրված, արժանապատվորեն է գրված, ցավով է գրված։ Այն մյուսները որ գրում են, նույնիսկ չես ուզում կարդաս։ Դա չի մշակութային քաղաքականությունը։ Այդպես չի կարելի մատուցել։ Նույնիսկ խոսքը, դեմ խոսքը, կռիվը տենց պետքա չլինի։ Նույնիսկ օպոզիցիան պիտի կլաս ունենա, հասկանում ես, կլաս պիտի ունենա։ Որ իմանաս ով է դիմացդ, որ ավելի քաշվես, որ ավելի զգոն լինես։ Այսօր ես ինչից զգոն լինեմ, ինձ կասես մի հատ նա ինչեր են գրում, ինչեր են անում։ Ինչից զգոն լինեմ, եթե իրեն օպոզիցիա համարող մի խումբ տղամարդիկ նստած իմ գերությունն են քննարկում, ես դրանցից պետք է վախենամ, դրանք պետք է լինեն ինձ զգոն պահողները, հա։ Այդ տեսակը տղամարդիկն էլ որ վաղ այնտեղ գնաց, ես չեմ կարծում, որ ավելի բարձր ինտելեկտուալ շերտ ունեն կամ ավելի բարձր նկարագիր ունեն եւ այդ կերպ նրանց չեն պահի։ Այդ մարդիկ որ նեգատիվ են տարածում, որ ատում են, ամբողջ խնդիրը նրանն է, որ ես չեմ կարող իրենց նույն ձևով վերաբերվել։ Նախ շատ սուբյեկտիվ պահա շատ-շատերին չեմ ճանաչում, հիմնականում չեմ ճանաչում, որովհետև եւ ազնիվ չի մեր։ Մենք ռինգում չենք։ Ես ռինգային կռիվ եմ սիրում, որ մենք այդ քառակուսու մեջ կանգնում ենք իրար արջև եւ իրար աչքերի ենք նայում։ Այդպես բան չկա, հիմնականում աննկար եւ կեղծանունով մարդիկ են։ Դրա համար լուրջ չեմ ընդունում այդ ամեն ինչին։ Նույնիսկ չեմ էլ արձագանքում։ Մեկ-մեկ էլ հումորով եմ գրում, սկսում են չհասկանալ։ Դասախոսներ կան ինչ-որ ինստիտուտներից, բաներից։ Ինձ համար շատ հեշտ է այդ բոլորին, եթե հետևողական լինեն, փնտրել գտնել, բայց դա ինձ պետք չի։ Դա ինձ պետք չի։ Ես մի առաջարկ եմ ուզում ուղղակի անել, որ եթե ուզում ես ապրել կարգին երկրում, մենակ քննադատելով բանի չես հասնի։ Նաև պետք է ինչ-որ բան անել։ Դրա համար սիրում եմ Մաշտոցի կանգնած երեխեքին, որոնց մոտ գնացի եւ հիմա ցավոք սրտի առողջական խնդիր ունեմ մի քիչ, խոսացա որ համերգ եմ երգելու իրենց հետ, իրենց համար։ Բայց կային որ մեծ համերգի եմ պատրաստվում եւ առողջական խնդիր ունեմ, հիմա կարող է խնդրեմ։ Իդեպ արդ 20-ամյակը բեմական չէ, շուտով պիտի լինի նոյեմբերին։ Վաղուց էր նախատեսված, կլինի մարտի 23-ին, մարտի 23-ին պետք է լինի։ Քո երկրպագուներին հրավիրենք նոյեմբերին պիտի լիներ, քո կողքին այդ օրը։ Այո։ Ես սիրում եմ, այդպես է կոչվում։ Ինչ երկեր են լինելու։ Ամեն նոր երգ։ Հին շատ չէ, բայց այն լավագույնները, բացի 1-2 երգերից, որոնք որ էլի գիտեմ վստահ եմ հանդիսատեսը կուզեր լսել, մի ծաղկով գարուն կգա։ Այդ երեխեքին որ տեսնում եմ, այդ 4-5 ծառի համար կռիվ են տալիս։ Հավատում ես դրան։ Գալի է։
Լավ, մենք շատ երկար կարող ենք խոսել, բայց դե մենք առիթներ ունենում ենք հաճախ հանդիպելու, այսպես էլ էս զրուցելու, որ հեռուստադիտողներ մեզ հետ լինի, մեզ լսի։ Հիմա հաղորդման վերջում կան ավանդական հարցեր, ակնկալում եմ կարճ եւ անկեղծ պատասխաններ։ Ես վախենում եմ ինչից։ Ուզում եմ ասել իմ չվախենալուց, այն էլ հիշեցի, որ այդ Վազգենն է ասել սպարապետ։ Հա, իմ չվախենալուց երևի հիմա։ Ես ամաչում եմ ինչի համար։ Ամաչում եմ։ Մեծամտություն թող չընկալվի։ Դեռ ոչինչ չեմ արել, որ ամաչեմ։ Ես ամաչում եմ, երբ որ տեսնում եմ իմ ազգակցին ոչ արժանապատիվ եւ արժանավայել վիճակի մեջ, շատ եմ ամաչում։ Ափսոսում եմ ինչի համար։ Ափսոսում եմ շատ չերկված երկերի համար։ Ասում են կյանք ունի 3 աստիճան, կյանքը ինձ համար, կյանքը մարդկանց համար, կյանքը Աստծո առաջ։ Կյանքը Աստծո առաջ։ Այդպես է ապրել։ Այո։ Կյանքս ասած ամենամեծ ծանր հարվածը։ Քանի որ դավաճանությունները մեծ հարվածներ են, եւ ես ոչ մի կերպ դրանց հարված չեմ ընկալում, քանի որ դավաճանողին եմ խղճում, որովհետեւ դա թույլ մարդու արարք է։ Ուրեմն երևի լավ մարդկանց կորուստն է մեծ հարվածը։ Իմ թույլ կողմերն են։ Իմ թույլ կողմերն են, իմ էմոցիոնալ լինելը շատ էմոցիոնալ։ Ես ուժեղ եմ ինչով։ Ես ուժեղ եմ ազնվությանը ճանապարհը բռնելով, մաքուր եւ առանց կեղծելու, առանց քծնելու այդ ճանապարհը բռնելով։ Ես դրանով ուժեղ եմ, որովհետև ես գուցե ինչ որ մեկին ցավացնում եմ, երբ որ ճիշտն եմ ասում, բայց ես հանգիստ եմ քնում։ Դա նշանակում է, որ ես ուժեղ եմ։ Երբ որ ազնիվ ես, ուժեղ ես։ Սա ամենակարևոր բանն է, երբ որ դու ազնիվ ես, երբ որ դու կարող ես լռել, դու ուժեղ ես։ Որտեւ անազնիվն անդադ խոսում չդ պատում փորձում այն ինչ որ բան կոսկել, աստված իմ չէ։ Ես հանգիստ եմ եւ վերջում ես հավատում եմ ինչի։ Ես հավատում եմ, որ մեր միակ փրկությունը, ես անդադ չեմ խոսում իմ մասին, խոսում եմ մեր մասին։ Մեր փրկությունը գիտես որտեղ է։ Երբ որ մենք գիտակցենք իսկապես, թե ինչի ենք անդադ գլուխ կովում, որ քրիստոնեությունը առաջին ենք ընդունել, ինչ ենք գլուխ կովում, ասում ենք 1700 տարվա պատմություն, բանն ենք քրիստոնեություն ենք, արդեն 1712, ոչ մի բան չի փոխվել, էլի գլուխ ենք կովում։ Եվ երբ որ սկսենք գիտակցել, որ այդ քրիստոնեության առաջին հորդորը, առաջին ցանկությունը դա սիրել կարողանալն է, որն իր մեջ կրում է։ Ինքը այսպես գետ է, որը բացում է ներելը, ձեռք մեկնելը, քո հաջողությունը ուրախանալը։ Եթե ես ամեն ինչը գիտակցեն, հասկանան, որ պետք չի հարևանի դուրը ճանգրել կոպեկով, որտեվ ինքը ասենք այդ օրը ուրախություն ունեցել եւ շատ այնց բաներ, շատ լիքը կա։ Այդ օրը երևի ինչ որ բան կլինի։ Երբ որ ես մարդուն, որը դարձել է քո պետության առաջին դեմքը, ասում ես, ես չեմ ընդունում, լավ չի որ դու անցար, բայց ես որտեվ հայ եմ, ուզում եմ այս երկիրը կառուցել, ես քո կողքին եմ։ Հավատա, դրանով ավելի կօգնես։ Լավ, շնորհակալ եմ շատ։ Եվ քո մատմանը շատ սիրո մեջ թող։ Բոլորիս շարունակեն ապրել ու հավատալ։ Այո, շնորհակալություն։ Սեր եւ խաղաղություն։ Շնորհակալություն ենք հայտնում Չարենցի 28 ռեստորանին հաղորդման նկարահանումներին աջակցելու համար։